Դրանում առանձնացնենք մի քիչ ICOM Հայաստանը, այսինքն ինչու հիմնադրվեց, ովքեր էին դրա ակունքներում կանգնած եւ իհարկե ինչի հիմնադրվեց ICOM Հայաստանը։ Մինչև ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի հիմնադրումը 2003-ին մենք մի խումբ այսպես ջատագովներով թանգարանային ոլորտի Համլետ Պետրոսյանն էր մեզ հետ, Պիկիչյան Հրիփսիմեն, Ալվարդը Գրիգորյան, Արմինե Սարգսյան այն ժամանակ Երևանի պատմության թանգարանի տնօրենը, մեր Գյումրիի եւ Վանաձորի գործընկերները հավաքվեցինք եւ որոշեցինք ստեղծել թանգարանների աշխատողների եւ բարեկամների, այո, էնտուզիաստներով ստեղծել թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիան։ Սա այսպես ներքևից եկող նախաձեռնություն էր, որովհետեւ այդ թվականները թանգարանները նոր դուրս էին եկել, մենք հաղթահարել էինք այն ցուրտ ու մութ տարիները, բայց չկար նաև աշխարհի հետ կապը, չկար ինտերնետ այդ տարիներին։ Անկամ եզակի ինտերնետ չկար։ Իրոք, այն որ ասում են վակուումի մեջ էինք։ Կապ չկար։ Շատ եզակի թանգարաններ կային, որոնք ունեին անգամ համակարգիչներ։ Հետագայում մենք շատերին առաջի համակարգիչները նվիրեցինք, այո։ Կապը աշխարհի հետ մենք հասկացանք, որ ամենաճիշտ եւ կարճ ճանապարհը դա ICOM-ին անդամագրվելն է եւ ICOM-ի ազգային կոմիտեի հիմնումն է։ Աշխատեցինք այդ ուղղությամբ եւ 2008-ին գրանցվեց ICOM-ի Հայաստան ICOM-ը որպես մեծ թանգարանային միջազգային համայնքի ազգային կոմիտե, ասեմ, որ մենք աշխատել ենք մեր վրաց գործընկերների հետ եւ հենց Վրաստանի ազգային կոմիտեի երաշխավորությամբ էլ այո դարձանք ICOM-ի այսպես համայնքի անդամ։ Այ ինչ այդ նշանակալի sense ասեմ ձեռքբերումներ կնշեք, որով ICOM-ը միգուցե իր այդ փափուկ ուժի ազդեցությամբ ոչ ուղակի կամ ուղակի, բայց ազդել է մեր թանգարանների գործունեության վրա, խոսքը գնում է հենց թանգարանային գործունեության տարբեր ուղղությունների մասին, որտեղ վստահաբար կան այդպիսիք, եւ կուզենայի ոնց որ դուք մի քիչ դրա մասին խոսեք։ Ամենաառաջինը կնշեի, որ մենք կարողացանք թանգարանի ընկալման հասկացողությունը եւ փիլիսոփայությունը փոխել նախ թանգարանների աշխատողների մոտ, հետո նաև մեր այցելուների եւ ինչու՞ չէ նաև իշխանության մոտ։ Թե կադրերի վերապատրաստման հարցում դուք միջև նույնիսկ ICOM Հայաստանը կամ արդեն այդ ընթացքում նաև կարևոր դեր եք ունեցել, կարելի ասել նաև ինչ-որ իմաստով նաև լիդերության դպրոցի կամ լիդերների պատրաստման, մշակութային ոլորտի առաջնորդների պատրաստման իմաստով ձեր հաստատ համեստ լուման ունեք եւ հիմա էլ շարունակում եք ձեր արդեն գործընկեր ուսանողներին հետ աշխատել, ծրագրեր իրականացնել, այդպես մի քիչ ինտրիգային հարց կուզենայի տալ թե ձեր, թե մեր գործընկերների հետ կապված, այսինքն գոհ եք արդյոք որպես նախկին դասախոս, որտեղ շատերը ես գիտեմ հիմա տնօրեններ են, ոչ պակաս թե իրանց հավաքածուով, թե իրանց համազգային նշանակությամբ թանգարաններում։ Գոհ եմ, թե կոչեմ, ես պետք է ասեմ, որ ես այսօր հպարտ եմ։ Այսօր հպարտ եմ իմ ուսանողներով, որովհետև բոլոր այն մեծ թե փոքր թանգարաններում, որտեղ կան մեր կադրերը եւ դրանք նաեւ ասեմ, որ մեծամասնությունը հենց ICOM-ի դպրոցն անցած նաեւ կադրեր են, եղանակ են փոխել։ Նոր այսպես չափորոշիչներ են դրել, միջազգային չափորոշիչներ են դրել։ Գալով դեպի հենց այդ միջազգային պրոյեկտներին, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, դուք նաև մեծ փորձ ունեք հենց համադրողական աշխատանքի, այսինքն ես չեմ վախեն ասեմ գիտահեն համադրության մասին է խոսքը, էլի, այսինքն ոչ թե տենց ինչ-որ մի ցուցահանդես, որ բացեցինք եւ մարդիկ եկան ծապտվին գնացին, այլ իրականում հետազոտահեն աշխատանք, այն ինչը որ ենթադրում է իրականում կուրատորությունը, հա, եթե բառով ասենք։ Համադրողը իր հետ բերեց նաեւ ձևավորող նկարչին։ Եվ չենք վախեն ասել նաև ճարտարապետ, վերջերս նաև ճարտարապետներ, գրաֆիկ դիզայներ եւ ճարտարապետ, եւ դու միանգամից զգում ես այն ցուցադրությունները, որտեղ կա համադրողական միտք, հայեցակարգ, կա ճարտարապետ, կա գրաֆիկ դիզայներ, դա միանգամից տարբերվում են։ Բարև ձեզ եւ բարի գալուստ Museum Talks կամ եթե կուզեք թարգմանենք թանգարանային զրույցներ
podcast-ների շարքը։ Ես Հայկն եմ Մկրտչյան, Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահը եւ առաջիկա ամիսների ընթացքում ձեզ կներկայացնենք մեր podcast-ների շարքը, որի համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի ազգային պատկերասրահին, այս արվեստային միջավայրը մեզ տրամադրելու համար եւ իհարկե մշակույթի զարգացման հիմնադրամին, որոնք օգնում են մեզ նկարահանումները կազմակերպելու համար եւ շատ ուրախ եմ, որ հենց մեր podcast-ի հյուրը լինելու է մի մարդ, ով անմիջական ակունքներում է կանգնած ICOM Հայաստանի, Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի հիմնադրման։ Տիկին Մարինե Հարոյանի հետ եմ զրուցելու այսօր։ Տիկին Մարինե Հարոյանը ոչ միայն ICOM-ի հիմնադիր անդամն է, նախագահն է, այլև գրականության արվեստի թանգարանի գիտնական քարտուղար եւ ամենակարևոր պաշտոնը ըստ էության իմ համար, որ Տիկին Մարինեն նաեւ թանգարանագետ է եւ ինքը մեծ փորձ ունի այս թանգարանային աշխարհում, հայաստանյան թանգարանային ոլորտում։ Բարև ձեզ Տիկին Հարոյան, ուրախ եմ, որ այսօր որոշեցիք ձեր Կիրակնորիա հանգստյան օրը մեզ տրամադրել եւ հուսամ լավ եք։ Լավ եմ, շնորհակալություն հրավերի համար Հայկ ջան։ Շատ ողջունելի նախաձեռնությունն է։ Մաղթում եմ քեզ շատ հետաքրքիր զրույցներ, բազում հետաքրքիր զրույցներ։ Այսօր երևի կխոսենք արդեն ավելի շատ ICOM-ի մասին։ Այո, Տիկին Հարոյան ջան, այսօր ես ձեր համար ճիշտ ասած մի փոքր հարցեր եմ պատրաստել եւ երկար էի մտածում ինչի շուրջ պիտի խոսենք միասին, բայց ամեն դեպքում մտածեցի, որ ճիշտ կլինի մեր լսարանին, որովհետեւ պետք է նշենք նաեւ, որ ICOM Հայաստանը 20-ամյա գործունեություն է ծավալում, բայց միգուցե շատերը տեղյակ չեն ICOM Հայաստանի մասին, պետք է մարդկանց տեղեկացնել, ծանոթացնել ինչը արվել այս 20 տարիների ընթացքում եւ ես չեմ ուզում, որ մենք կաշկանդվենք հարցերի շրջանակում եւ զրույցը կլինի ավելի ազատ ֆորմատով եւ ազատ եք պատասխանել ցանկացած ձևով, ցանկացած հարցի, մենք ընթացքում եւս միասին հարցեր կպատասխանենք, կքննարկենք։ Եվ բնականաբար ոնց որ առաջին հարցը, որ կուզենայի տալ, մի քիչ պատմեիք հենց ICOM-ի մասին եւ դրանում առանձնացնեիք մի քիչ ICOM Հայաստան, այսինքն ինչու հիմնադրվեց, ովքեր էին դրա ակունքներում կանգնած եւ իհարկե ինչի հիմնադրվեց ICOM Հայաստանը։ Շատ բարի, բայց պիտի ստիպացեմ մի քիչ ավելի հեռվից սկսելու, որովհետեւ մինչեւ ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի հիմնադրումը 2003-ին մենք մի խումբ այսպես ջատագովներով թանգարանային ոլորտի Համլետ Պետրոսյանն էր մեզ հետ, Պիկիչյան Հրիփսիմեն, Ալբարտը Գրիգորյան, Արմինե Սարգսյան այն ժամանակ Երևանի պատմության թանգարանի տնօրենը, մեր Գյումրիի եւ Վանաձորի գործընկերները հավաքվեցինք եւ որոշեցինք ստեղծել թանգարանների աշխատողների եւ բարեկամներով, այո, էնտուզիաստներով ստեղծել թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիան։ Սա այսպես ներքևից եկող նախաձեռնություն էր, որովհետեւ այդ թվականները թանգարանները նոր դուրս էին եկել, մենք հաղթահարել էինք այն ցուրտ ու մութ տարիները, եւ մի քանի տարի մենք համարյա թե հանրության հետ չէինք աշխատում։ Մութ ու ցուրտ տարիները մեր հիմնական աշխատանքը մեր հավաքածուների պահպանությունն է։ Եվ արդեն թանգարանները բաց էին, թանգարանները սկսել էին հանրության հետ աշխատել, եւ մենք հասկացանք, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք։ Շատերը մասնագետներից հեռացել էին։ Նոր եկածները ընդհանրապես թանգարանագիտության, թանգարանի հետ կապ չունեցող մարդիկ էին, որոնք շատ բան չգիտեին։ Նախկինում կար խորհրդային միության ժամանակ կար կենտրոն Մոսկվան, որը մեթոդական ուղեցույցեր էր ուղարկում, այդ կապը չկար, բայց չկար նաև աշխարհի հետ կապը, չկար ինտերնետ այդ տարիներին։ Անգամ եզակի ինտերնետ չկար։ Իրոք, այն որ ասում են վակուումի մեջ էինք։ Կապ չկար։ Շատ եզակի թանգարաններ կային, որոնք ունեին անգամ համակարգիչներ։ Հետագայում մենք շատերին առաջի համակարգիչները նվիրեցինք, այո։ Եվ այսպես մենք հասկացանք, որ անհրաժեշտությունը կա, եւ երբ որ ստեղծեցինք ասոցիացիան, այսպես երկու կարևոր ռազմավարական խնդիրներ էինք մեր առջև դրել։ Մեկը որ առաջինը, որ մենք պիտի սկսենք վերապատրաստել նախ աշխարհի հետ կապը,
սկսենք եւ վերապատրաստենք մեր թանգարանային աշխատողներին։ Ինքն ամենակարևոր խնդիրը է մարդկային կապիտալի հզորացման խնդիրը եք դրել։ Եվ կապը աշխարհի հետ մենք հասկացանք, որ ամենաճիշտ եւ կարճ ճանապարհը դա ICOM-ին անդամագրվելն է եւ ICOM-ի ազգային կոմիտեի հիմնումն է։ Աշխատեցինք այդ ուղղությամբ եւ 2008-ին գրանցվեց ICOM-ի Հայաստան ICOM-ը որպես մեծ թանգարանային միջազգային համայնքի ազգային կոմիտե, ասեմ, որ մենք աշխատել ենք մեր վրաց գործընկերների հետ եւ հենց Վրաստանի ազգային կոմիտեի երաշխավորությամբ էլ այո դարձանք ICOM-ի այսպես համայնքի անդամ։ 20 արդեն համարյա շուտով կլինի մոտավորապես իսկապես շատ աշխատանք է տարվել, այնքան շատ է, որ իհարկե մի զրույցով հնարավոր չի այդ ամեն ինչի մասին խոսել, ասել, հուսով եմ, որ մենք մեր 20-ամյակին կունենանք հրատարակված մի գիրք, որտեղ կամփոփենք մեր բոլոր մեծ նախաձեռնությունները, այսպես մի քանի բան ասեմ, որ նախ մենք շատ ճիշտ ռազմավարություն մշակեցինք ICOM-ի միջազգային կոմիտեի հետ աշխատելու։ Մենք հասկացանք, որ մենք պիտի մեր այսպես կոպտաս խաղադրույքը տնենք մեր երիտասարդների վրա։ Եվ մի խումբ մեր երիտասարդ անդամներ սկսեցին ակտիվ ներգրավել միջազգային կոմիտեի աշխատանքներում։ Եվ արդեն 2012-ին, այսինքն 4 տարվա մենք ընդամենը 4 տարվա կոմիտե էինք, երբ Հայաստանում ունեցանք ICOM-ի ամենամեծ միջազգային կոմիտեներից մեկի, կրթության կոմիտեի մեծ գիտաժողովը հիշում եք։ Շատ լավ եմ հիշում, որտեվ ես ինքս էլ դրա մեջ մասնակցել եմ։ Դեռ այն ժամանակ կամավորական աշխատանք էր, չնայած անդամակցում էինք, բայց հիշում եմ, որ ինչպես ICOM-ի նախագահ Մարտին Հինզը եկավ Հայաստան, եւ իրոք 3 տարվա ազգային կոմիտեի պարագայում դա լրջագույն հաջողություն էր իհարկե, երբ որ մենք 140 կարծեմ պատվիրակություն ունեցանք Հայաստանում եւ այդ ժամանակ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր եւ այդ միջոցառումների շրջանակում մենք ըստ էության մեկնարկեցինք շատ կարեւոր ծրագրեր։ Հիմա ոնց որ տրամաբանորեն երկրորդ հարցիս եմ գալիս, որպեսզի բոլոր հարցերին դուք միանգամից չպատասխանեք։ Այ ինչ այդ նշանակալի sense ասեմ ձեռքբերումներ կնշեք, որով ICOM-ը միգուցե իր այդ փափուկ ուժի ազդեցությամբ ոչ ուղակի կամ ուղակի, բայց ազդել է մեր թանգարանների գործունեության վրա, խոսքը գնում է հենց թանգարանային գործունեության տարբեր ուղղությունների մասին, որտեղ վստահաբար կան այդպիսիք, եւ կուզենայի ոնց որ դուք մի քիչ դրա մասին խոսեք։ Գիտեք, Հայկ, ես կառանձնացնեի ամենաառաջինը կնշեի, որ մենք կարողացանք թանգարանի ընկալման հասկացողությունը եւ փիլիսոփայությունը փոխել նախ թանգարանների աշխատողների մոտ, հետո նաեւ մեր այցելուների եւ ինչու՞ չէ նաեւ իշխանության մոտ։ Ինչ ասել այդ ընկալումը, Հիմա բացեմ փակագծերը։ Ուրեմն 90-ականներին, եթե դուք կամ 2000-ականների սկզբներին, երբ որ նաեւ ասոցիացիան էինք հիմնում, այդ ժամանակ մեր թանգարանների աշխատողների բացարձակ մեծամասնության մոտ թանգարանը ընկալվում էր կամ արվեստի տաճար, կամ մշակութային ժառանգության պահպանման կարևոր գիտական օջախ։ Սրանով եւ էլիտար մի հաստատություն։ Արդեն սահմանափակում է։ Արդեն սահմանափակում է։ Մենք հասանք նրան, որ թանգարանը ընկալվի նաեւ լրջագույն կրթական, ոչ ֆորմալ կրթության եւ նաեւ ինչու՞ չէ ժամանցի վայր։ Դա միանգամից չեղավ բնականաբար։ Սրա համար պետք էին տարիներ եւ պետք էր աշխատանք։ Եվ մենք ինչից սկսեցինք հրավիրել միջազգային փորձագետների, որոնք այստեղ անցկացրեցին դասընթացներ հենց կրթական ծրագրերի ներդրումը ինչպես անել, ինչպես ստեղծել կրթական ծրագրեր եւ ինչպես զարգացնել այդ ծրագրերը թանգարաններում։ Եվ պիտի ասեմ, որ արդեն մի քանի տարի հետո, մոտավորապես 3-4 տարվա մեջ մենք հասանք այն արդյունքին, որ մեր շատ թանգարաններում, սկզբում իհարկե մայրաքաղաքում, հետո նաև մեր մարզային թանգարանները սկսեցին ունենալ կրթական ծրագրեր։
եւ հրաժարվել հատկապես երիտասարդության եւ դպրոցականների հետ շփումը այն մեր տրադիցիոն էքսկուրսիաներից, որոնք երբեմն հետաքրքիր էին լինում, բայց շատ ավելի հաճախ լինում էին ձանձրալի եւ այս ինտերակտիվ կրթական ծրագրերը միանգամից կարող եմ ասեմ հեղափոխություն մտցրեցին։ Եվ շատ իմաստով նաեւ մոնետիզացրեցին այդ կրթական ծրագրերը, թանգարանները, այսինքն սկսեցին դրանից վճարովի ծառայություն որպես մարքեթինգին կանդրադառնալ։ Պլյուս որ ամառային դպրոցներ սկսեցին անել թանգարանները։ Հա, շատ կարևոր է։ Եվ եթե թանգարաններում ավելի հեշտ կարողացան կոտրել այդ մտայնությունը եւ շատ ավելի բաց էին մեր մասնագետները թանգարանը ընկալելու որպես ավելի լայն հանրային տարածքներ, շատ ավելի որ մենք չենք սպասում դա, բայց շատ ավելի դժվար էր ուսուցիչներին մտայնությունը կոտրել։ Մեր ուսուցիչներին թվում էր, որ մենակ ասենք տարական դպրոցներ աշակերտներ չի կարելի բերել տարական դասարանների աշակերտներին թանգարան, իրանք ոչ մի բան չեն հասկանում, բարդ է շատ։ Եվ կամ որ ասում էին կրթական ծրագիր, շատ այսպես սվիններով ասում էին, հա, իսկ նախարարությունը գիտի, դա ինչ ծրագիր է եւ այլն եւ այլն։ Բայց մի օր ես լավ հիշում եմ այդ օրը, երբ որ մեր աշխատակիցներից մեկը, եթե չեմ սխալվում, Արուսյակն էր, որ եկավ ասեց, գիտեք, զանգել էին դպրոցներից մեկից եւ ասում էին, դուք ունեք կրթական ծրագրեր։ Մենք էքսկուրսիա չենք ուզում, մենք ուզում ենք կրթական ծրագիր։ Այդ ինձ համար իսկապես ես հասկացա, որ մենք իսկապես արդյունքի ենք հասել եւ այսօր փառք Աստծո մեր համարյա բոլոր թանգարանները ավելին այսօր նախարարությունը վերադաս Մարմինը ինքն է պահանջում, որ անպայման թանգարանները ունենան կրթական ծրագրեր եւ սա նույնպես կարծում եմ, որ մենք սկսած 2008-ից երբ որ ստեղծվել ենք եւ նաեւ ասոցիացիայի օրոք մենք փորձեցինք շատ այսպես դրական փորձ ունենք նաեւ վերադաս լիազոր Մարմինի հետ աշխատելու, որը նույնպես օգնեց, որպեսզի այդ ամեն ինչը կայանա, պլյուս կուզենամ, քանի որ մենք խոսում ենք ոչ միայն կրթական ծրագրերի մասին, նաև ժամանցի մասին, այս մոտենում է նաև թանգարանային գիշերը դարձավ հայ այցելուի համար ամենասիրված տոներից մեկը, այո, եւ ժամանցի։ Ես միշտ այդ գիշերվա եւ մենք միշտ ասում ենք թանգարանային գիշեր եւ թանգարանների միջազգային օր, այո, մայիսի 18-ը նշվում է բոլոր թանգարանների աշխատողների մասնագիտական տոնը եւ դրան զուգահեռ մշտապես տոնվել է նաեւ հենց այդ համաեվրոպական թանգարանային գիշեր եւ ես ինքս մի անգամ շատ հետաքրքիր այսպես հետազոտություն արեցի թանգարանային գիշերվա այցելությունների որ ասեմ դինամիկայի հետ կապված, այսինքն մարդիկ ուր են գնում այդ օրը եւ կհիշեք մենք միասին հիմնեցինք թանգարանային կրթության կենտրոնը եւ դա նույնպես առանձին իհարկե թեմա է դրա մասին խոսելու, բայց ես այդ կարծեմ 2015 թվականն էր, երբ որ ինքս փորձեցի հասկանալ այդ օրը մարդիկ ուր են գնում եւ իրականում նայեք այցելեցի մի քանի մեծ առևտրային մոլեր Երևանում եւ նույնիսկ լուսանկարներ ունեմ, որ այդ մոլերը ամբողջությամբ դատարկ էին ժամը 7-ից հետո բարից բուն իմաստով մարդ չկար մոլերում եւ հակառակ լուսանկարներով ունեմ ոնց են մարդիկ հերթ կանգնած նույն այս մեր Հայաստանի ազգային պատկերասրահի, պատմության թանգարանի եւ մեր մյուս բոլոր թանգարանների մուտքերի մոտ եւ դա շատ իհարկե ուրախալի է։ Այո, դա կարևոր ձեռքբերումներից մեկն է երևի մեր նաեւ որովհետեւ ամեն տարի նաեւ Ecom Հայաստանը թե թարգմանում է կարգախոսը, թե տրամադրում է այդ պոստերները թանգարանների միջազգային օրվա եւ Տիկին Արան կուզենայի մի քիչ խոսեիք ձեր ես քանի որ դուք նաեւ իմ դասախոսն եք եղել եւ այդ իմաստով թե կադրերի վերապատրաստման հարցում դուք միջև նույնիսկ Ecom Հայաստանը կամ արդեն այդ ընթացքում նաեւ կարևոր դեր եք ունեցել, հա կարելի ասել նաև ինչ-որ իմաստով նաև լիդերության դպրոցի կամ լիդերների պատրաստման, մշակութային ոլորտի առաջնորդների պատրաստման իմաստով ձեր հաստատ համեստ լուման ունեք եւ հիմա էլ շարունակում եք ձեր արդեն գործընկեր ուսանողներին հետ աշխատել, ծրագրեր իրականացնել։ Այդպես մի քիչ ինտրիգային հարց կուզենայի տալ թե ձեր թե մեր գործընկերների հետ կապված, այսինքն
գոհ եք արդյոք որպես նախկին դասախոս, որտեվ շատերը ես գիտեմ հիմա տնօրեններ են, ոչ պակաս թե իրանց հավաքածուով, թե իրանց համազգային նշանակությամբ թանգարաններում, կուզենայի մի քիչ այդ ձեր խոսեք եւ այդ դասախոսական տարիների ինչ էր արվում այն ժամանակ, ինչ էր արվել եւ հիմա ինչպես եք գնահատում այդ փորձը, որ փոխանցել եք ձեր ուսանողներին։ Այսօր եթե չեմ սխալվում, մենք 7 պիտի թանգարաններում տնօրեն ունենանք, նաև փոխտնօրեններ ունենք, գլխավոր ֆոնդապաններ ունենք, որոնք մեր կադրերն են, մեր ասելով նաև ինձ միացնում եմ Պիկիչյանին, Ալբարտ Գրիգորյանին եւ ձեր մյուս դասախոսներին, գոհ եմ, թե գոհ չեմ, ես պիտի ասեմ, որ ես այսօր հպարտ եմ։ Այսօր հպարտ եմ իմ ուսանողներով, որովհետև բոլոր այն մեծ թե փոքր թանգարաններում, որտեղ կան մեր կադրերը եւ դրանք նաեւ ասեմ, որ մեծամասնությունը հենց ICOM-ի դպրոցն անցած նաեւ կադրեր են, եղանակ են փոխել, նոր այսպես չափորոշիչներ են դրել, միջազգային չափորոշիչներ են դրել, եկեք նայենք պատմության թանգարանը նայենք, երբևէ մեր Հայաստանի պատմության թանգարանը միջազգային այսպիսի համագործակցություն չի ունեցել, դրսում անում ենք, բայց որ նաև այդպիսի մեծ հեղինակավոր թանգարանների հետ, գրականության արվեստի թանգարանում կարող եք մտնեք, տեսնեք փոփոխությունները, չթվեն բոլոր թանգարանները, բայց իսկապես շատ զգալի է այն ձեռագիրը, որ մտցրել են հենց թանգարանագիտական ձեռագիրը, որ այո, որ այսօր զգացվում է այն թանգարաններում, որտեղ մեր կադրերն են, բնականաբար անելիքներ շատ կան եւ ես հետևում եմ, եթե ինչ-որ մի բանի հետ իրենց արածների համաձայն չեմ լինում, քննարկում եմ, խոսում եմ, խնդիրներ շատ ունենք դեռ, իհարկե շատ ունենք, բայց ես լիահույս եմ, որովհետեւ գիտեմ, որ կա ցանկություն, կա գիտելիք ամենակարևորը եւ կա եռանդ։ Կա գիտելիք, կա փորձառություն, եւ այդ փորձառությունը մեր գործընկերները իրոք շատ լավ են դա կիրառում, այո, շատ կարևոր ձեռքբերումներ են իրականում եղել այս վերջին տարիներին, բոլոր մակարդակներում երևի, կարելի ասել եւ դրսի ցուցահանդեսների իմաստով եւ տեղում, մենք իհարկե դրա մասին առանձին կխոսենք մեր մյուս հյուրի հետ, իհարկե, որ նույնպես աջակցել են ամեն ինչի կազմակերպման, բայց գալով դեպի հենց այդ միջազգային պրոյեկտներին, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, դուք նաեւ մեծ փորձ ունեք հենց համադրողական աշխատանքի, այսինքն ես չեմ վախեն ասեմ գիտահեն համադրության մասին է խոսքը, էլի, այսինքն ոչ թե տենց ինչ-որ մի ցուցահանդես, որ բացեցինք եւ մարդիկ եկան ծափ տվին գնացին, այլ իրականում հետազոտահեն աշխատանք, այն ինչը որ ենթադրում է իրականում կուրատորությունը, հա, եթե բառով ասենք, դուք ինքներդ Կոմիտասի թանգարանի ինստիտուտի ցուցադրությունն եք նաեւ կոորդինացրել, այսինքն իդեմս ICOM Հայաստանի, բայց դուք եք համակարգել այդ խմբի աշխատանքը ինչ-որ իմաստով։ Ես մի քիչ կուզենայի այդ համադրողական աշխատանքից խոսենք թանգարաններում, որովհետև դա երևի հատկապես վերջին տարիներին պիտի ամեն դեպքում ուրախությամբ ասենք, որ մեր թանգարանները զգալիորեն բարելավել են ցուցադրությունների մատուցման, մեկնաբանման մակարդակը, դա հիմա լրիվ նույնիսկ բազմաթիվ տեղեր, երբ որ մենք այցելություններ ենք ունենում, անցյալ տարի օրինակ տենց մի խումբ գործընկերների հետ Միացյալ Նահանգներում էինք եւ շատ ուրախանում էինք, երբ որ նույն Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը մեր ազգային պատկերասրահը թե իր գունային սրահների ձևավորումներով, թե մեկնաբանություններով, տեքստային եւ ներառական շոշափելի անկյուններով, հա, այսինքն շատ հարցերում մենք լրիվ հավասարին ենք գնում եւ բայց իհարկե ես կուզենայի ոնց որ ձեզնից լսել այդ կարևոր են հատկանիշները, որ պիտի հենց համադրողը ունենա, որովհետեւ նաեւ գիտենք, որ ոչ բոլոր թանգարաններն են որ համադրող ունեն եւ դա Հայաստանի խնդիրն է նաեւ, այսինքն մենք համադրողական այդպես շուկա, եթե այդպես ասենք, չունենք եւ կամ մասնագետների բազա կամ շատ քիչ են իրանք եւ թանգարանները շատ ժամանակ հենց չեն կարողանում այդ մարդկանց նույնիսկ վճարովի հիմունքներով ընդունեն, որտեղ գիտենք խնդիրները ֆինանսական կան եւ այլն, բայց զուտ մասնագիտական տեսանկյունից ոնց է գնահատում այսօր ցուցադրությունները առհասարակ մեր
եւ հենց կուզենայի լսել համադրողը դա ով է եւ ինչ հիմնական հատկանիշներ պիտի ունենա։ Կներեք մի քիչ երկար նախաբանի համար տենց։ Ջան, իսկապես շատ ճիշտ նկատեցիր, որ վերջի տարիներին որակապես փոխվել են մեր շատ թանգարանների ժամանակավոր ցուցադրությունները։ Նույն ազգային պատկերասրահում, պատմության մեծ թանգարաններում հատկապես, եւ դրա հիմքում նաեւ այ համադրողների մուտքներ թանգարաններ, նաեւ անկախ համադրողների մուտքներ թանգարաններ։ Նույն Կոմիտասի թանգարանում բացի իմ արած ցուցադրություններից հիշենք Նայիրի Խաչատուրյանի ցուցադրությունները, Վիգեն Գալստյանին ազգային պատկերասրահում, համադրողը իր հետ բերեց նաեւ ձևավորող նկարչին։ Եվ չենք վախեն ասել նաև ճարտարապետ, վերջերս նաև այո, գրաֆիկ դիզայներ եւ ճարտարապետ, եւ դու միանգամից զգում ես այն ցուցադրությունները, որտեղ կա համադրողական միտք, հայեցակարգ, կա ճարտարապետ, կա գրաֆիկ դիզայներ, դա միանգամից տարբերվում են։ Շատ հաջողված ցուցադրություններ ունենք, դա եւ վերջի երկու միջազգային ցուցադրություններն էին, որ գեղարվեստական ղեկավարը Կարեն Փայլյանն էր, պատմության թանգարանի նկատի ունեմ Լուվրի եւ Անահիտի, նույն Կոմիտասի թանգարանում ես աշխատել եմ Սարհատ Պետրոսյանենց խմբի հետ, էլի շատ բարձր մակարդակի ցուցադրություններ են եղել, Սարգիսն Հովհաննիսյան, մենք արդեն ձեռագիր ենք տեսնում տարբեր թանգարաններում, հատկապես փոքր թանգարաններում միանգամից այսպես նոր երանգ է մցրել ցուցադրությունների մեջ, շատ ուրախ եմ այս առումով։ Իհարկե անելիք անգամ հասել ենք նրան, որ այսօր թանգարանները հաստիկ ունեն համադրող։ Ուղղակի այնքան ցածր են աշխատավարձները, որ հլը տետողությամբ աշխատելու խնդիր ունենք, բայց նորից եմ ասում, նաև կան խնդիրներ, շատ խնդիրներ ժամանակավոր ցուցադրությունների հետ կապված, որոնք թերևս մեծ թանգարանները ավելի հեշտ են հաղթահարում, սրանք ավելի շատ գիտես են օրենսդրական խնդիրներ են, օրինակ գնումների մասին օրենք կա, որը հատուկ ոնց որ ստեղծված լինի, որպեսզի խոչընդոտի ու դու չկարողանաս, որովհետև հիմա անցնենք քո այն հիմնական հարցին, ինչ հատկանիշներ է պետք, չէ, համադրողին։ Ինչ է, համադրողը ինքը նույնն է, ինչ որ ռեժիսորը, ինչ որ բեմադրիչ է։ Եթե հիշում ես, ես իմ ուսանողներին միշտ բերել եմ այդ օրինակը, որ ցուցադրության կազմակերպումը դա նույնն է, ինչ որ թատրոնում բեմադրություն ներկայացում ստեղծելը։ Ինչ է պետք ներկայացման համար։ Գրական սցենար առաջինը։ Ցուցադրությունը պիտի ունենա հայեցակարգ եւ աշխատանքային առարկայական պլան, որը նույն սցենարն է, երբեմն նաև սցենարով կարող է առաջնորդվել։ Բեմադրիչը ներկայացումը պիտի ունենա իր դերասանները, իր գլխավոր հերոսները, մեզ համար դերասանները, մեր հերոսները, դրանք մեր թանգարանային առարկաներն են։ Պարտադիր ներկայացումը պիտի ունենա ձևավորող նկարիչ։ Այո։ Պիտի ունենա նաև ցուցադրությունը իր ձևավորող գեղարվեստական եւ համադրողի խնդիրը, ինչպես եւ ռեժիսորի խնդիրն է, այդ ամեն ինչը բերել համադրել, բացի դրանից նաև երկխոսություն ստեղծել թանգարանային առարկայի եւ այցելուի միջեւ։ Եթե ստեղծվեց այդ երկխոսությունը, ուրեմն քեզ հաջողվել է, դու հաջողված ցուցադրություն ես։ Եթե չէ, ինքը անհաղորդ կմնա հանդիսատեսի համար։ Հետաքրքիր է, իրականում ես հիմա որ նայում եմ, ամեն դեպքում շատ տարբեր երկրներում, տարբեր թանգարաններում աշխատելու նաև ինչ-որ կարճատև ժամանակահատվածի փորձ ունենք եւ բոլոր տեղերում հենց այդ նույն իրականում այդ խնդիրները բոլոր տեղերում են, այնպես չէ մենակ Հայաստանում այդ համադրողական աշխատանքի հետ բոլոր տարերի հետ կապակցվելը, բայց Հայաստանում այս վերջին տարիներին շատ ակնհայտ է այդ մասը, որ իրոք գրագետ շատ թիմ է ձևավորվում ցուցադրություն անելու պրոցեսին եւ ճարտարապետ, եւ դիզայներ, եւ չգիտեմ, հենց գիտաշխատողներ, որոնք ամենակարևորն են երևի, որ պիտի ներգրավեն այդ աշխատանքներում։ Տիկին Արամ, մի քիչ կուզենայի, գիտեք, ինչ խոսեինք, երևի մի քիչ պատմեիք մեզ, թե առհասարակ ICOM Հայաստանը այս դեպքում, հա, վերջին տարիներին ինչ ակնհայտ ձեռքբերումներ ունի անդամակցության իմաստով, այսինքն ովքեր են մեր անդամները,
ինչ ներդրում է բերում вообще այդ ընդհանրապես այդ անդամակցությունը ICOM Հայաստանի, որովհետև շատերի համար ICOM-ը զուտ միայն մասնագիտական հարթակ է, բայց մենք այդ փափուկ ուժի ազդեցությամբ իրականում բավական մեծ ընդհանրացված sense բան ենք անում, տարածում ենք բերում թե գիտելիքի թե փորձի տարբեր ոլորտներ եւ կուզենայի մի քիչ խոսենք երևի հենց ICOM Հայաստանի վերջին տարիներին, օրինակ ինչ չգիտեմ, թե ինստիտուցիոնալ անդամների իմաստով ովքեր են առհասարակ ICOM-ի անդամները, էլի եւ դա միգուցե շատերին այս ոդքասթից հետո կհետաքրքրի, կգրավի միգուցե դառնալ ICOM-ի անդամ եւ իրենց նպաստը բերել նաեւ մասնագիտական համայնքում մի քիչ կպատմեք Հաճան ես իսկապես կուզենայի որ այդ հարցը ես քեզ տայի որովհետեւ վերջի տարիներին դու ես նախագահը եւ նաեւ քոչանկերի շնորհիվ որ մենք վերջի տարիներին ունենք նախ անդամակցության լուրջ աճ այսօր եթե չեմ սխալվում արդեն 300-ը հատել ենք իսկ փոքր երկրի համար սա իսկապես մեծ թիվ է ել չեմ ասում ինստիտուցիոնալ անդամակցությունը, այսինքն բացատրեմ, որ ինստիտուցիոնալ անդամակցությունը ենթադրում է թանգարանի կամ ասենք որևէ հիմնադրամի կազմակերպության անդամակցությունը մեր համայնքին եւ մենք այսօր ունենք 8 ինստիտուցիոնալ թե 10 արդեն 10 ինստիտուցիոնալ անդամներ եւ հետաքրքիր է որ մեր եւ համալսարաններն են մեզ միացել մեր անդամ է պետական համալսարանը, Գեղարվեստի ակադեմիան եւ մանկավարժական համալսարան եւ սա կարծում եմ որ շատ լուրջ ռեսուրս է որ մենք պիտի առաջիկայում անգամ մտածենք լուրջ ռազմավարություն ինստիտուցիոնալ մեր անդամների հետ աշխատելու եւ այդ ռեսուրսը օգտագործելու առումով Հա, ես այդ մասով երևի որ ձեզ լրացնեմ, այո, մենք իրականում արդեն ունենք մոտ 300+ անհատական անդամներ, որտեղ մի քիչ եթե բացեմ ինչա, դա ICOM-ը Իրանից հենց ներկայացնում է անհատական եւ ինստիտուցիոնալ անդամների համայնք եւ մեր ինստիտուցիոնալները մենք այնտեղ ունենք Մատենադարանը, այնտեղ ունենք Կոմիտասի թանգարան ինստիտուտը, շատ հեղինակավոր գիտական կառույցներ նաև, որոնք մեր անդամներն են եւ դրա համար ես անձնապես որպես նաև ICOM-ի նախագահ շատ հպարտ եմ, որ կարողանում ենք ամեն տարի այդ ցանկը շատացնել, ընդլայնել եւ կարողանում ենք նաև ցանկ տարբեր միջոցառումների կոնտեքստում, այո, մեր գործընկերների հետ համագործակցել, աշխատել, հյուրեր տանել, այնտեղ գիտաժողովներ կազմակերպել, կամ առհասարակ մեր անդամակցության մասնիկներն այդ երկար պատմությունն է, կարող ենք շատ խոսել, բայց ուզում եմ ասել, ես մեր բոլոր անդամներին, եթե իրանք գնային իհարկե մեր այս ոդքասթը, շատ կուզենայի փոխանցել, որ շատ լոյալ լինեն ICOM-ի հանդեպ, որովհետև ICOM-ը իրոք միայն այդ անդամակցության մասին չի, հա, այս վերջերս մեր գործընկերները, հա, Նժդեհ Երանյան եւ Արուսյակ Ղազարյան շարունակում են այն մեր քաղաքականությունը, երբ որ մենք ընդգրկվում ենք միջազգային կոմիտեներում, իսկ ժամանակին մենք դրա մեջ անձամբ ես եմ եղել, մեր ընկերներն են եղել Գևորգ Օրբելյան, Մարինե Մկրտչյան, Անին Ավագյան, շատերը, որոնք տենց քաղաքականություն թելադրող միջազգային կոմիտեներում են ներգրավում, չեմ վախենա հենց տենց ասել մասնագիտական դաշտում եւ շատ ուրախ եմ եւ բոլորին, այսպես ասենք, կուզենայի որ խրախուսեի, որ իրենք այո անպայման այդ ակտիվ լինեն, մասնագիտորեն ներգրավեն այդ կոմիտեներում, իսկ մեր բոլոր անդամ ինստիտուցիոնալ անդամներին նաեւ արդից օգտվելով կարելի է շնորհակալություն ասել մեր կոմիտեի անունից, որովհետեւ ցանկացած պարագայում միշտ մեր կողքին են եւ այս ոդքասթի դեպքը նաեւ այդ շարքին է պատկանում, երբ որ մշակույթի զարգացման հիմնադրամը համաձայնեց այս նկարահանումները անել ICOM Հայաստանի համար եւ նաեւ ինչու՞ չէ մեր լիազոր մարմնին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, որովհետեւ մենք մշտապես համագործակցել ենք եւ տարբեր պրոյեկտներում, նախագծերում խորհրդակցել ենք, համագործակցել ենք միասին։ Եվ ոնց որ այս թեմայից որպեսզի սահուն մի քիչ անցնեմ հետ գնամ դեպի համադրողական աշխատանք, ես ճիշտ ասած ձեր հետ խոսելուց չէի կարող նաև չխոսել մի մարդու մասին, ով մեր թանգարանային դաշտում, եթե կարելի ասել, միգուցե հետ սովետական շրջանի վերջին տարիներին 80-ականներից սկսած
նույնիսկ անկախության շրջանում արդեն նոր անկախ Հայաստանի, բայց այդ ցուցադրության կազմակերպման, ցուցադրության մեկնաբանման, այսպես ասենք, բացառիկ ձեռագիր է ունեցել, խոսքը իհարկե Կամոյի մասին է Նիգարյան, Կամոյի մասին բարձա մի հատ հարցով չենք սահմանափակվի, բայց ես կուզենայի այդ ձեր համադրողական աշխատանքին գնալով հասկանայի, այ Կամոյի ձեռագիրը մենք հիմա ինչքանով է դա պակասում, Կամոյի մեկնաբանման ձեռագիրը մենք տեսնում ենք այսօր, թե ժամանակի թելադրանքով դա հիմա ուրիշ մոտեցում է պահանջում դրամ, այսինքն մի հատ կուզենայի այդ պահ հասկանալ, որտեվ իրականում ցուցադրության մեկնաբանումը շատ գաղտնի կոդեր է պարունակում եւ Կամոն դա բացառիկ կերպով տվել է օրինակ հեղափոխության թանգարանի դեպքում, Եղիշե Չարենցի տուն թանգարանի դեպքում, միջև հիմա մենք ունենք Մերկուրովի տուն թանգարանը իր մահադիմակներով ցուցադրությունը, նույնիսկ ցուցափեղկերի դիզայնը եւ այլն, այսինքն ամեն ինչի մեջ կա ենթատեքստ, խոսույթ, իմաստ։ Այ այդ որպեսզի մի քիչ շարունակեք այդ թեման համադրողական աշխատանքի ձեռագիրը մեր ոնց եք պատկերացնում, ինչքանով է հիմա մեզ պակասում այդ ձեռագիրը։ Նախ ասեմ, որ երջանիկ եմ, որ 20 եւ ավել տարիներ վայելել եմ իր ներկայությունը եւ շատ բան եմ սովորել իրենից։ Ինքը մի մարդ էր, որը մի քանի տասնամյակ առաջ էր մտածում։ Ես չուզեցի ասեմ, ինքը ֆուտուրիստական գաղափարներ էր։ Իսկապես ինքը առաջ էր մտածում եւ այն ժամանակ, երբ որ համադրող տերմին դեռ չկար, ու երբ որ իրեն ասում էին, ասենք, կամ այսքան նկարներ ունես, ինչի ցուցադրություն չես անում, ինչի չես ցուցադրում, ասում էր, պատից կախված նկարը դեռ ցուցադրություն չի։ Շատ տեղին նաև արտահայտություններ ուներ։ Ճիշտ նկատեցիր, որ իր ձեռագիրը ուրիշ էր, որովհետև ինքը ստեղծում էր հեղինակային թանգարաններ։ Դա մի ուրիշ բան է հեղինակային թանգարանը, ինչպես մենք ասենք, օրինակ ճարտարապետության մեջ Ֆրենկերի կամ պիանոյի ստեղծած, ասենք, թանգարանային շենքերը ինքը դառնում է արվեստի նոր։ Այդպիսին էր Կամոյի ցուցադրությունը, ինքը ցուցադրությունը առանձին վերցրած արդեն արվեստի գործեր, որը չէիր կարող այնտեղ որևէ բան փոխեիր կամ դա կդառնար մի ուրիշ բան։ Այդպիսի հեղինակային ցուցադրությունների իհարկե այսպես շատ հաճախակի չեն լինում, բայց մենք դրա կարիքը այսօր ունենք։ Այդ խորհրդապաշտական սիմվոլներով խոսող այցելուի հետ այդպիսի ցուցադրությունների կարիք ունենք։ Նորից եմ ասում, ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք արդեն տենդենց ունենք ժամանակավոր ցուցադրությունների լավ որակի եւ նաեւ լավ ուրախ եմ, որ մեր ճարտարապետներն են մտել ներգրավում եւ Սնխչյանները եւ նշեցին Կարեն Փալյանը, նույն Սարհատը Պետրոսյան, շատ ուրախալի է եւ կուզեմ, որ ընդլայնվի այդ ցանկը, գնալով ավելի շատ ճարտարապետներ եւ նաեւ դիզայներներ ներգրավեն այդ գործում եւ իհարկե այդ դեպքում մենք կշահենք, թանգարանները կշահեն, բայց Կամոյի ցուցադրությունները իսկապես բացառիկ էին եւ դրանք չմոռանանք, որ ինքը նույն հեղափոխության թանգարանը, որ նշեցիր, դրանք արվել են այն խիստ գրաքննության պայմաններում, ինքը կարողանում էր ամեն ինչի մեջ ենթատեքստ։ Ես հիշում եմ, որ այդ որ թվականի, կարծեմ հեղափոխության այդ 17 թիվը ոնց էր աշխատանքային ժամերին երևում, ոչ աշխատանքային ժամերին դա կորում էր։ Պատուհանը, որից հետևից լույս էր ընկնում, այդ պատուհանի դիմաց ինքը մեծ կտավով պատուհանը փակել էր, կարմիր ներկած, մենակ 1917-ը սպիտակ էր, այսինքն թափանցիկ էր։ Եվ որ մարդը մտնում էր, տեսնում էր մեծ կարմիր հսկա պաստառը եւ 1917, իսկ սովետական տարիներին աշխարհը ստեղծվել էր 17-ից էր ամեն ինչը սկսվում։ Եվ մենք գիտեինք, որ երբ որ օրվա երկրորդ կեսին արևը Հանում է այդ 17 կամած անհայտանում է եւ մենք հաճիկով գալիս էինք այդ հենց այդ ժամերին էինք գալիս եւ այդպիսի շատ հետաքրքիր բաներ ուներ իր ցուցադրություններում։ Շատ լավ, մենք իհարկե շատ թեմաներ ունենք զրուցելու, բայց որպեսզի նաեւ մեր ոդքասթը շատ տրամաբանական ինչ որ
սահմանաչափ ունենա։ Ես չէի ուզի ավելի երկար մենք խոսեինք, որպես նաև հնարավորություն տանք իրականում սկզբից մինչև վերջ մեր հյուրերին լսելու այդ ամեն ինչը, մեր հետևորդներին, եւ կուզենայի ասել, որ անպայման մենք փորձենք ոդքասթները այնպես անել, որ երևի ամեն ամիս 1 օր կտրամադրենք դրան եւ մեր բոլոր հետևորդներին կասեի, որ Facebook-յան մեր էջում անպայման հետևեն, լայքեն, որպեսզի մենք հասկանանք ինչքանով ենք արդյունավետ նաև վարում այս զրույցների շարքը։ Երևի սրանով շնորհակալություն հայտնեմ ձեզ Տիկին Հարոյան, այսօրը մեզ հետ անցկացնելու, սկսելու, ձեր հետաքրքիր հուշերով կիսվելու համար։ Կուզենայի շնորհակալություն հայտնել թե որպես նախկին ուսանող ձեզ, թե որպես նաև ICOM-ի հիմնադիր անդամ, որ միջև հիմա անձնվիրաբար այդքան տարիներ շարունակ ձեր բոլորի կողքին եք ինչ-որ իմաստով եւ նաեւ ձեր ղեկավարում փորձն եք փոխանցել մեր բոլոր գործընկերներին եւ իհարկե շնորհակալություն մեր լսարանին, մեր հետևորդներին, հետևեք մեր ոդքասթներին ICOM Հայաստանի Facebook-յան էջում եւ կհանդիպենք նոր թանգարանային միջավայրում կամ մեր նոր հյուրերի հետ առաջիկայում։ Այսքանը շնորհակալություն